Մարդկանց կուտակումներ, ուղղորդման փորձեր, մարդիկ, որոնք չպետք է լինեին տեղամասերում, հոսանքազրկումներ։ Այս խախտումները վաղ շաբաթի ավագանու ընտրության օրը արձանագրել են լրագրողները, դիտորդները, վստահված անձինք։ Վաղ շաբաթի 14:13 տեղամասում համահայկական ճակատ կուսակցության վստահված անձը ֆիքսել է, որ մեկ հասցեում գրանցված են եղել մարդիկ Անդրշիրիմյան աշխարհից։ Ընտրողները գալիս են եւ զարմացած տեսնում են, որ օրինակ մեկի հասցեի վրա կա գրանցված մահացած մարդ, որը իր տան հետ բացարձակ կապ չի ունեցել։ Իսկ ինչ էր անում անձնագրայինը, այստեղ հնարավոր էր այս մի քանի հազար մարդկանց անուն ազգանունները ճշտել ու պատշաճ ցուցակներ փակցնել։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը նույնպես նկատել է այդպիսի խախտումներ, մինչդեռ հանձնաժողովի նախագահները կարծես ոչ տեսել են, ոչ լսել։ Ունեցել ենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահան հրաժարվել է այդ արձանագրումը կատարել, հիմնավորելով, որ դա տեղամասային կենտրոնից դուրս խնդիր է, մինչդեռ դրանք փոխկապակցված են։ Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չի համարում ներքին գործերի նախարարությունը, բայց ամեն դեպքում դրանք բացառելու համար նախապես իրազեկման աշխատանքներ են արել ոստիկանության աշխատակիցները, պնդում է Նելի Դավթյանը։ Ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։ Ինչպես վերջին տարիներին հաճախ է պատահում, այս ընտրությունն էլ չի անցել առանց հոսանքազրկումների։ Ըստ 14:08 ընտրատեղամասում աշխատող վստահված անձի, Էջմիածնի կենտրոնի ընտրատեղամասերում մոտ 25 րոպե լույս չի եղել, խախտվել է մարդկանց ընտրելու իրավունքը։ 25 րոպե տեղամասում եւ մյուս տեղամասում կենտրոնական տեղերում քաղաքի, Վաղարշաբաթ քաղաքի կենտրոնական տեղերում դադարեցված է եղել ընտրությունը, սա ինձ թվում է պետք է արդեն իրավական հիմք կրի եւ դրանով զբաղվեն համապատասխան մարդիկ, իրավաբանները, որովհետեւ մարդիկ զրկված են եղել իրենց ընտրելու իրավունքից։ Տաթև Վիրաբյանը պատահական չի համարում, որ հոսանքն անջատվել է այն ժամանակ, երբ ընտրության ավարտին մնացել էր ընդամենը 1 ժամ։ Կարծում է դիտավորություն է։ Ընթացակարգային 3, վիճաբանության 2 դեպք, 3 անգամ ընտրողների կազմակերպված տեղաշարժ, միտումնավոր բաց քվեարկություն է արձանագրել Դանիել Իոնիսյանի անկախ դիտորդ կազմակերպությունը։ Բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է, որ դիտորդների կողմից գնահատվել է որպես միտումնավոր բաց, ոնց որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար եւ ոչ թե օրինակ կարգին չտիրապետելու կամ քվեարկցիկի հերթը շրջանցել նպատակով։ Անկախ դիտորդի աչքից չի վրիպել ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող մի մարդ, նաև քվեարկության կտրոնի ժամանակավոր հափշտակության 1 դեպք։ Դա մենք քննարկում ենք արդյոք հանցագործության տարապարունակումա թե չէ, որոշվեց որ չենք գնահատում, որ հանցագործություն կար այդտեղ։ Քաղտեխնոլոգները դեռ դժվարանում են գնահատական տալ։ Արդյոք ընտրախախտումները նպաստել են իշխող ուժի հաղթանակին։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան և Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։